նստեն 2026 թվականի հունվարի 29-ին նշանակված դատական նիստը հայտարարում է բացված, խորհուրդը ցույց դեպքում հանդիսանալով որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Անահիտ Աբրամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերիհան Բարսումյանի, Աշոտ Հարապետյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկոյանի դրամազատական նիստում քննության է առնում արտարության նախարարի պարտականությունները կատարող կողմից ներկայացված միջնորդություն Դավիթ Հարությունյանի վերաբերյալ դատական նիստը մի փոքր ուշացումով սկսվեց, պայմանավորված նաև պարոն Հարությունյանի խնդրանքով հայտնելու են, որ ուշանում է նշանակված դատական նիստից նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել։ Դատական նիստին ներկայացել են Արտադրության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, Արտադրության նախարարի ներկայացուցիչ Ներսեր Զեյնալյանը, ինչպես նաև Դավիթ Հարությունյանը եւ վերջինիս ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախորդ դատական նիստում 26/1/2026 թվականին ներկայացվել էր բացառքի միջնորդություն խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին, խորհուրդը հեռացել էր խորհրդակցական սենյակ նշված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու եւ այժմ հրապարակում է համապատասխան որոշումը։ Այսպես արձանագրենք, որ ներկայացվեց Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի կողմից միջնորդություն, կոնկրետ հիմքով գրավոր ներկայացվեց բացառքի միջնորդություն, նաև Դավիթ Հարությունյանը բանավոր ավելացրեց Տիկին Թումանյանցին համապատասխան բացառքի միջնորդություն, այսպիսով պարոն Հարությունյանի կողմից ներկայացված հիմքով բացառքի միջնորդությունը խորհուրդը որոշել է մերժել այն հիմնավորման, որ պարոն Հարությունյանի կողմից ներկայագրված իրավիճակն ու գործողությունները կապված են այն վարույթի հետ, որով քննության արդյունքներով կայացված որոշումն արդեն իսկ վերանայված է, վերացված է, այնուամենայնիվ առաջ համարում խորհուրդը պարզաբանել եւ արձանագրում է, որ այդ իրավիճակը պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով։ Բացառքի մյուս հիմքի մասով, որ ներկայացվել էր Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի կողմից, նույնպես գտնում է, որ ենթակա է մերժման, հիմք ընդունելով հետեւյալը, որ բացառքի միջնորդության քննարկման արդյունքում ակնհայտ դարձավ, որ Երանուհի Թումանյանցի հայտարարությունը վերաբերել է Դավիթ Հարությունյանի կողմից խորհրդին ներկայացված դիոմի քննարկման ընթացակարգին ըստ էության, մասնապես խորհրդի ոչ որպես դատարան հանդիսանալով պայմանավորված հարցի քննությանը, ինչպիսի պայմաններում Երանուհի Թումանյանցի գործողություններն ու այդ նիստում հայտարարությունը չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ կասկածառուցել Երանուհի Թումանյանցի անաչառության վերաբերյալ, հետևաբար նաև հիմք հանդիսանալ բացառքի միջնորդությունը բավարարելու համար։ Այսպիսով այդ հարցը քննարկվեց, այլ միջնորդություններ ունենք, պարոն Հարությունյան կամ հարգելի ներկայացուցիչ դուք։ Այո, հարգելի խորհուրդ, խնդրեմ ներկայացնում եմ միջնորդություն կրկին երկու օրինակով, մեկը խորհրդի համար, մեկը նախարարության։ Միջնորդությունը վերաբերվում է պարոն Հարությունյանին նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը վերել որոշում կայացնելու խնդրանքին։ Հրապարակեմ, պարոն Աթաբեկյան, թե ներկայացվեց 4 էջից բաղկացած փաստաթուղթ վերնագրված միջնորդություն Դավիթ Հարությունյանն իր նախկինում զբաղեցրած պաշտոնը վերականգնելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին։ Ստացել դուք հարգելի ներկայացուցիչներ։ Շատ լավ։ Ընդամենը մի փոքր ճշգրտում, սա վերաբերում է այն իրավիճակին, ինչը որ մենք նախկինում քննարկել ենք, այսինքն նախնական, որովհետև նաև դա պարոն Հարությունյանը խնդրում էր պարզաբանել, նաև դիում ունեք ներկայացված խորհրդին, թե ունի այդ հնարավորությունն արդյոք նման դիմում ներկայացնելու, թե չէ։ Մինչև բովանդակությունը դուք կներկայացնեք, էլի, այն դուք երևի հիշեցիք, ես ինչի մասին եմ խոսում, ինչքանով է այն դիմումի կամ ապագայում նախատեսվող, ինչպես որ դուք եք ասում, ինչքանով է առնչվում, այդ մասը ասեք, նոր սկսեն, որպեսզի ավելի բարձր լինի մեզ համար արդյոք սա այս նիստում քննարկման ենթակա հարց է, թե մենք պետք է առանձին քննարկենք որպես ոչ դատարան։ Հասկացա։ Պարոն Աթաբեկյան, տեսեք, բնականաբար միջնորդության հիմնավորումները որոշակի առնչություն ունեն նաև ձեր կողմից հիշատակված հարցադրմանը, սակայն սույն միջնորդությունը եւ իր հիմքերն ու հիմնավորումները
իմ գնահատմամբ ամբողջովին անկախ են եւ որևէ կերպ փոխկապակցված չեն եւ փոխադարձ որևէ զսպող բան չկա այս միջնորդությունը այս նիստում քննարկելու մասնավորապես նշեմ, որ այս միջնորդությունը ավելի շատ վերաբերվում է կարգապահական վարույթի սուբյեկտ չհանդիսանալու ներկա պահին եւ համապատասխանաբար կարգապահական վարույթի քննությունը շարունակելու հնարավորության կամ անհնարինության հանգամանքներին կապված նախկինում քննարկվածի հետ, ինչպես հիշում եք, մենք նախկինում քննարկել ենք ոչ թե այս հանգամանքը, այլ քննարկման առարկա է դարձել արդյոք պարոն Հարությունյանը իրավունք ունի դիմելու Վարչական դատական խորհրդին որպես վարչական մարմնի, խնդրանքով ազատել իրեն դատավորի պաշտոնից եւ համապատասխանաբար այդ ազատվելու հիմքով ներկայացնելու միջնորդություն այդ հիմնավորմամբ կարճելու վարույթը։ Այսինքն այո, երկու հարցադրումները որոշակիորեն առնչություն ունեն միմյանց, բայց իմ գնահատմամբ որևէ կերպ մեկը մյուսի քննարկմանը ոչ խոչընդոտում է, ոչ առաջնահերթություն է տալիս, իսկ իմ գնահատմամբ այս միջնորդությունը ներկա փուլում կարող է ներկայացվել եւ քննության առարկա դարձվել։ Լավ, ներկայացրեք տեսնենք։ Կրկին պարոն Աթեբեկյան, չծանրաբեռնելով խորհուրդը, որոշակի հանգամանքներ կա, որոնք նախկինում արդեն բարձրաձայնվել են, դրանք չեն բարձրաձայնի կամ կբարձրաձայնեն այնքանով, որքանով էականասույն անպատասխանաբար միջնորդության քննարկման համար, ինչպես բազմիցս արդեն նշվել է, դեկտեմբերի 12-ին 25 թվականի խորհրդի կողմից կայացվել է որոշում, որով որ վերացվել են համապատասխանաբար երկու Վարչական դատական խորհրդի որոշումներ եւ որոշում է կայացվել միջնորդության կապակցությամբ նոր քննություն իրականացնելու, որի արդյունքով միայն ըստ խորհրդի հնարավոր կլինի անդրադառնալ դատական օրենսգրքի 157 հոդվածի 9-րդ մասի կիրառմանը եւ համապատասխանաբար այդ հարցերի լուծմանը։ Նշվածի համատեքստում հարգելի խորհուրդ հարկավոր եմ համարում նշել, որ դատական օրենսգրքի 157 հոդվածի 9-րդ մասը սահմանում է, եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։ Այսինքն օրենսգիրքը հստակ սահմանում է, որ եթե ԲԴԽ-ն վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։ Օրենսգրքի 156 հոդվածի առաջին մասի համաձայն Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 146 հոդվածի 6-րդ մասով կամ 147 հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք։ 147 հոդվածի համապատասխանաբար 6-րդ մասի ուժով վարույթահարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե 5-րդ կետով նախատեսված է դադարեցվել են կամ դադարել են դատավորի լիազորությունները։ Հատկանշական է, որ օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն դատավոր է հանդիսանում վճռաբեկ վերաքննիչ առաջին այցանի դատարաններում դատավորի պաշտոնում սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված անձը։ Սույն վարույթով ստեղծված իրադրության նկատմամբ կիրառելի է դատավորի կարգավիճակ տրամադրելու 157 հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգը, որպիսի կարգի պահպանմամբ կարգավիճակի չտրամադրումը հանգեցնում է անձի, ում նկատմամբ քննարկման է ենթակա կարգապահական պատասխանատվություն ենթարկելու մասին միջնորդությունը սուբյեկտայնությունից զրկման, ինչով պայմանավորված սույն վարույթով հետագա քննությունը ընդհանրապես դուրս կլինի խորհրդի լիազորությունների շրջանակներից։ Հակառակ մեկնաբանման պարագայում խորհուրդը կարող է քննության առարկա դարձնել դատավոր չհանդիսացող ցանկացած անձի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն ենթարկելու մասին միջնորդություն։ Որպես ավելի հստակ օրինակ, նման մեկնաբանման պարագայում դատավոր Սամվել Թադևոսյանի կարգապահական վարույթը կարճելու փոխարեն պետք է խորհրդի կողմից քննության առնվեր ու կայացվեր ըստ էության որոշում անկախ վերջինիս կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու հանգամանքի։ Այնուամենայնիվ ԲԴԽ 12-12-25 թվականի որոշման օրենսգրքի 157 հոդվածի 9-րդ մասի կիրառմանը հնարավոր է անդրադառնալ արտադրության նախարարի պարտականությունները կատարողի 24/23 թվականի թիվ 42-հ որոշմամբ ներկայացված միջնորդության նոր քննության արդյունքում։ Համանման որոշումներ են կայացվել նաև դատավորներ Սուրեն Անտոնյանի եւ Արտուր Ստեփանյանի վերաբերյալ տեղի են ունեցել նրանց վերաբերյալ դատական նիստեր, կայացվել են վերջնական որոշումներ, սակայն դրանցից որևէ մեկում անադարձ չի եղել դատավորների ընթացիկ նախկին որոշումները վերացնելուց մինչև կարգավիճակի դադարեցման ժամանակահատվածը կարգավիճակի մասին։ Դատական նիստերում որևէ հաստատական դատողություններ այդ առումով չեն արվել, նաև խորհրդի կողմից դատավոր Ստեփանյանի այդ մասին միջնորդության կապակցությամբ եղել են բացառապես հարցադրումներ, արձանագրումներ, բայց որևէ պարզաբանումներ չեն տրվել։ Կանխատեսելով արտադրության նախարարության ներկայացուցիչի դիրքորոշումը քննարկող հարցի կապակցությամբ պետք է նշել,
որ կարգապահական վարույթի շրջանակում նոր քննության ընթացքում դատավորի կարգավիճակի հաստատումը իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ անթույլատրելի է, քանի որ այն չունի որևէ հստակ օրենսդրական հիմք եւ հակասում է օրենսգրքի կարգավորումներին, արդար դատաքննության եւ իրավական որոշակիության հիմնարար սկզբունքներին։ Իրավական ֆիկցիան կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով եւ ծառայում է ընթացակարգային տեխնիկական նպատակների առանց նյութական իրավունքների վրա ազդելու, մինչդեռ դատավորի կարգավիճակը նյութական իրավական բնույթի է եւ ուղղակիորեն առնչվում է դատական անկախությանը եւ անձի մասնագիտական իրավունքներին։ Կարգապահական վարույթի նոր քննության պայմաններում դատավորին համարել իր կարգավիճակը պահպանած առանց լիարժեք ընթացակարգի արդյունքում իրական վերականգնման չի կարող դիտվել որպես խախտված իրավունքների վերականգնում, այլ ընդհանրապես ձևական մոտեցում է, որը քողարկում է նախորդ խախտումները եւ ստեղծում է կրկնակի զոհայնացման իրավիճակ, ինչն անհամատեղելի է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված 6-րդ հոդվածի պահանջների հետ։ Ելնելով ամբողջ վերոգրալից միջնորդում եմ օրենսգրքի 157 հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով կայացնել որոշում դատավոր Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին, նախորդ կետով շարադրված մերժելու պարագայում օրենսգրքի 156 հոդվածի առաջին մասի 147 հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ սույն վարույթով կայացնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին որոշում։ Շատ լավ։ Այսինքն ձեր միջնորդությունը հետևյալն է, որ դատական օրենսգրքի 157 հոդվածի 9-րդ մասով հիմնական միջնորդության մասն է խոսքը, որովհետև ասիք եթե չէ, ուրեմն 9-րդ մասով կարգով կայացնել որոշում Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին եւ հիմքում դնում եք այն հանգամանքը ընդհանուր առմամբ, հիմքում դնելով այն հանգամանքը, որ վերացված այն որոշումը, որով որ Դավիթ Հարությունյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, խոսքը դրա մասին է։ Նաև եթե մեկ բարձաբանում ավելացնեմ, նաև պարոն Աթաբեկյան դրա մասին է եւ նրա խոսքը նրա մասին է, որ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածը ուղիղ սահմանում է թե դատավորը ով է, այսինքն դա այն պաշտոնատար անձն է, ով ըստ օրենսգրքի բնորոշմամբ սահմանված կարգով նշանակվել է համապատասխան պաշտոնի։ Հիմա իմ գնահատմամբ մենք սահմանված կարգ որպես այդպեսին դատական օրենսգիրքը երկուսն է նախատեսում։ Առաջինը դա անձով երբևէ դատավոր չի հանդիսացել համապատասխան կարգով նշանակվում է դատավոր ստանում է կարգավիճակը եւ երկրորդը դա դատավորն ամ նկատմամբ կիրառվել է համապատասխան սանկցիան լիազորությունները դադարեցվել են եւ դրանից հետո նշված անձը դատավորի պաշտոնում սահմանված կարգով կարող է նշանակվել բացառապես խորհրդի կողմից 157 հոդվածի 9-րդ մասով նախատեսված որոշման կայացման միջոցով։ Այդպիսի որոշման չկայացումը ինքնին նշանակում է, որ սույն վարույթի շրջանակներում ըստ էության սուբյեկտ չունենք եւ ըստ էության դատավոր չունենք, ում վերաբերյալ միջնորդությունը կարող է եւ պետք է քննարկման առարկա դարձվի։ Խոսքը դրա մասին է, պարոն Աթաբեկյան, ինչպես նախկինում ես նշել եմ, մեր գնահատմամբ խորհուրդը ընդհանրապես նոր քննություն չպետք է իրականացնի, սակայն նոր քննության իրականացման պայմաններում, եթե նկատի ունենալով, որ համապատասխան միջնորդությունը մերժվել է եւ խորհուրդը ըստ էության միջնորդության նոր քննությանն է դեպի գնում, նոր քննությունը պետք է իրականացվի համապատասխան պարտադիր պահանջների պահպանման, որոնցից մեկը նաև այն է, որ Դավիթ Հարությունյանը հանդիսանա դատավոր։ Եթե համապատասխան օրենսգրքով նախատեսված սահմանված կարգը պահպանված չի դատավորի նշանակման, ապա սուբյեկտ չունենք եւ հետեւաբար առկա է խորհրդի կողմից սույն միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելու օրենսդրական նախատեսված հիմքերը։ Շատ լավ, շնորհակալություն եւ եւս մեկ հարց եմ ուզում ձեզ հետ ճշտել։ Սա պարզ է, հիմա այս միջնորդության վերաբերյալ նաև դիրքորոշում կլսենք նախարարության մեր գործընկերների կողմից, բայց նախկինում դուք ներկայացրել եք միջնորդություն, որը ձեզ հետ քննարկվել է 157 հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով վարույթը դադարեցնելու, այնտեղ բնորոշումներ եք արել, որի վերաբերյալ քննարկում ունեցանք եւ այլն եւ այլն։ Այն ասեք, սա ինչքանով է առանջվում դրա հետ, մասնավորապես միջնորդության վերնագիրը Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնը վերականգնելու վերաբերյալ որոշում կայացնելու, հիշում եք, չէ՞, թե եթե կուզեք կարող եմ նաև Չէ, պարոն Աթաբեկյան, հիշում։ Ես էլ նշեցի, դրա մասին խոսեցի, պարոն Աթաբեկյան։ Մեր դիրքորոշումը Եվ Դավիթ Հարությունյանը իր նախկինում զբաղեցրած պաշտոնը վերականգնելու եւ սույն վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելու վերաբերյալ միջնորդություն եք ներկայացրել, որի հիմքում հեսա տեսնենք հիշենք էլի առնեն, դեպս տեսնենք, որ կարգավորումներն եք դրել։
157-րդ հոդվածի 9-րդ մասը, Հա, որը մենք ըստ էության քննարկել ենք ձեզ հետ, ճիշտ է, այս միջնորդը։ այս միջնորդությունը քննարկել ենք։ Ինչ որոշում ենք կայացրել այս միջնորդում։ Եթե հիշողությունը չի դավաճանում, մերժելու մասին որոշ։ Հիմա մասնավորապես հիմա 157-րդ հոդվածի, այս վերջինը, որ ես նշեցի, այն մյուսը 157-րդ հոդվածի 8-րդ մասով էր, այս մեկը 157-րդ հոդվածի 9-րդ մասով էր։ Հիմքերին այս բան չանդրադառնանք։ Կասեք այս երկու միջնորդությունների տարբերությունը, Ասում, ինչով է պայմանավորված։ նշեմ պարոն Աթաբեկյան, տեսեք։ Որպեսզի նաև Այո, նախարարության մեր գնահատմամբ, պատասխանող կողմի գնահատմամբ, ինչպես ձեր կողմից հիշատակված միջնորդության քննարկման ժամանակ մեր դիրքորոշումը հայտնեցինք, Բարձրագույն դատական խորհուրդը չունի օրենսգրքով վերապահված լիազորություն իրականացնելու նոր քննություն։ Եվ այդ միջնորդությունը ներկայացված էր այն տրամաբանությամբ, որ նոր քննություն իրականացնել չի կարող, նոր քննություն իրականացվել չի կարող, եւ համապատասխանաբար խորհուրդը պետք է նոր քննություն իրականացնելու փոխարեն կայացնի համապատասխան որոշումը առանց նոր քննության իրականացման։ Ներկա միջնորդությունը, որ ես ներկայացրել եմ, խոշոր հաշվով ելնում է նրանից, որ այդ միջնորդությունը մերժվել է, այսինքն խորհուրդը իրականացնելու առնվազն նոր քննություն։ Եվ սույն միջնորդության հիմնավորումները ուղղակիորեն փոխկապակցված են այդ խորհրդի կողմից կայացված որոշման հետ, այնքանով, որքանով նոր քննությունը, եթե իրականացվում է, նոր քննության պայմաններում պետք է պահպանված լինի համապատասխան վերագրվող իրավախախտման բոլոր տարերը, հատկանիշները եւ այլն, այդ թվում նաեւ սուբյեկտը։ Հիմա իմ գնահատմամբ նոր քննություն իրականացնելու պայմաններում այս պայմանությամբ միջնորդությամբ ներկայացված հիմնավորմամբ մենք այս պահին ամենայն դեպս չունենք համապատասխանաբար սուբյեկտ։ Մենք ունենք պարոն Հարությունյանին, ով այս պահին մեր իմ կողմից միջնորդությամբ ներկայացված վերլուծությամբ չի հանդիսանում սահմանված կարգով նշանակված դատավոր ըստ օրենսգրքի 3-րդ հոդվածի տված բնորոշման։ Հետևաբար վերջինիս վերաբերյալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննարկումը խորհրդի կողմից չի կարող եւ չպետք է իրականացվի եւ եթե այդ որոշումը չի կայացվում, որով որ սահմանված կարգով վերջինիս նորից կտրամադրվի դատավորի կարգավիճակ, ապա մենք խնդրում ենք խորհրդին համապատասխան հիմնավորմամբ, մասնավորապես նրանով, որ դատավորի լիազորությունները դադարեցվել են կամ վերջինս դադարել է դատավոր լինելուց, կայացնել միջնորդությունը մերժելու մասին որոշում։ Շատ լավ, շնորհակալություն, կարող եք նստել։ Թույլ կտանք։ Խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, բնականաբար համաձայն եմ ներկայացուցիչ դիրքորոշման հետ, մեկ հավելում անեմ, եթե խորհրդի մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե դա կրկնվող միջնորդություն է, միգուցե նաև այդպես լինի, զուտ այն հանգամանքից ելնելով, որ միայն խորհրդին է հայտնի, թե ինչ ու հատկապես ինչ պատճառաբանություններով է մերժվել նախորդ միջնորդությունը։ Քանի որ կայացվել է որոշում նախորդ միջնորդության հայտնի չի, որ ասում եք խորհրդին է խորհրդին ու հատկապես խորհրդին է հայտնի պատճառաբանությունները, որով մերժվել է։ Մեզ հայտնի որ անհիմն լինելու հիմքով է մերժվել, բայց թե ինչ պատճառաբանություն է դրա հիմքում դրվել, այդ անհիմն ինչի է որակվել է նախկինում հայտնած մի դիրքորոշումը, միջնորդությունը, մեզ հայտնի չի, քանի որ չի կայացվել, կամ եթե կայացվել է առնվազն այս պահին մեզ տրամադրված չի պատճառաբանված որոշում այդ մասին, ու քանի որ որոշում մենք չունենք, հետևաբար նաև չենք կարող գնահատել, թե արդյոք սա խորհրդի կողմից նախկինում գնահատված հանգամանք է, թե ոչ, մասնավորապես ներկայացուցիչ այսօր ներկայացված հիմքը փոխել եք հետևաբար ենթակայ քննության։ Հիմքը։ Այո։ Չէ։ Ես ասում չգիտեմ, թե դուք ինչ հիմնավորմամբ եք մերժել։ Դուք ձեր միջնորդության հիմքի մասին է խոսքը։ Դուք այն ինչ որ գիտեք, կարող եք նիստերի արձանագրությունները նորից լսել, տեսնել ինչ հիմնավորմամբ ենք մերժել։ Ամեն դեպքում շարունակեք։ Ամեն դեպքում ոչ պատճառաբանված որոշում չի տրամադրվել եւ այլն, այդ դրանց անհրաժեշտությունը չի հաստատ։ Որպեսզի հետագայում մեր վարքագիծներ լինի կանխատեսելի, գոնե մեզ համար։ Նաեւ որևէ տպավորություն չստեղծվի որևէ մեկի կողմից իրավունքի չարաշահման իմաստով, որ հանկարծ կարող է կրկնվող որևէ միջնորդություն ներկայացնենք։ Ես խնդրում եմ տրամադրել մինչև վերջնական դատական ակտի կայացումը այն որոշումները, որոնք մերժվել են, դրանց պատճառաբանությունները։ Այդ թվում օրինակ նաև այսօրվա բացարկի որոշման առավել մանրամասն պատճառաբանվածությունները, որովհետև սովորաբար թե իմ գործով նախկին դատավարությունների առումով նախորդ տարի դրանից 23 թվական, թե մյուս գործերով միգուցե սա աշխատանքի ձև է, բայց կողմի համար շատ դժվար է աշխատել, երբ որ միջնորդություն ներկայացումը ասում են մերժվել,
ու վերջում ստեսնում են զետեղված բացառապես վերջնական դատական ակտում պատճառաբանությունները։ Այդ դատավարությունը, մարտավարությունը կանխատեսելի չի լինում։ Եվ դրաբար խնդրում եմ, միջնորդում եմ, եթե հնարավոր է, դուք տրամադրեք ավելի մանրամասն պատճառաբանություններ։ Մենք էլ կարողանանք որ մարտավարությունը համապատասխան կերպ մշակենք ու ներկայացնենք այնպիսի միջնորդություն, որ առնվազն տպավորություն չստեղծի, թե մենք կրկնվող միջնորդություններ ենք ներկայացնում։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Վերջին հենց այսօրվա օրինակով ասեմ, որ սահմանափակվենք այդքանով, որ ասում եք պատճառաբանություններ չի տրամադրվում եւ այլն, կոնկրետ նաեւ այսօր բացարկի վերաբերյալ պատճառաբանություններին, բացարկի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման պատճառաբանությունները ներկայացվեցին այսօրվա դատականիստում։ Այլ հարց է, դրանք ձեզ բավարարում են, թե չէ միգուցե ձեր ակնկալած չափով չեն պատճառաբանված, բայց առնվազն այն չափով, որը որ պետք է հասկանալ լինի եւ որոշակի լինի, այդ չափով պարզաբանված է եւ այդ չափով պատճառաբանված է։ Հիմա ձեր դիրքորոշումը խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, ամենից առաջ կարծում ենք, որ միջնորդությունը, որ ներկայացվեց, արդեն իսկ քննության առարկա դարձվել է եւ այս հիմքով արդեն իսկ այն քննության նորից առնելու անհրաժեշտություն չկա կամ առնվազն ենթակա է մերժման, այսքանով արդեն իսկ բավարար է, բայց ամեն դեպքում անհրաժեշտ ենք համարում բովանդակային նույնպես դիրքորոշում ներկայացնել։ Շատ իրավացիորեն ներկայացուցիչը կանխատեսել էր լիազոր մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ։ Պնդում ենք եւս մեկ անգամ այդ դիրքորոշումը խորհրդին չեմ ծանրաբեռնի ամբողջ փաստարկման շղթան նորից ներկայացնելով։ Կանդրադառնամ հատկապես կփորձեմ կենտրոնանալ այն փաստարկման վրա ներկայացուցիչի կողմից արված առ այն, որ իրավաբանական ֆիկցիան կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով։ Հարգելի խորհուրդ, հիմնովին հայտնում ենք մեր անհամաձայնությունը ներկայացված այս փաստարկի վերաբերյալ, որովհետև բազմաթիվ իրավաբան գիտնականներ իրենց դիրքորոշումը արտահայտել են սրա վերաբերյալ, բարձրագույն դատական խորհուրդը այն ատյանն է, որտեղ հաշվի առնելով նաև յուրահատկությունը եւ կազմը, նաև իրավունքի ոգին նույնպես պետք է առաջնահերթություն լինի իրավակիրառման գործընթացում եւ դրա մեկնաբանման գործընթացում։ Բազմաթիվ իրավաբան գիտնականներ իրավաբանական ֆիկցիան դիտում են նաև նորմի կիրառման ընթացքում, այդ թվում նաև դատարանների կողմից խնդրահարույց իրավիճակներում մեկնաբանման միջոցով, ֆիկցիայի կիրառման եւ ֆիկցիային դիմելու միջոցով իրավիճակների լուծման գործիք որպես։ Այսինքն սրանով հերքում ենք այն, որ այն պարտադիր պետք է ներկայացված, պարտադիր պետք է օրենքով սահմանված լինի։ Հաշվի առնելով խորհրդի կազմը, նաև գիտական ներկայացվածությունը, ավելի խորը այս ամենին անդրադարձ կատարելու անհրաժեշտություն չեմ տենում, վստահ եմ բոլոր պրոֆեսիոնալ մասնակիցների համար հասկանալի է ներկայացված փաստարկումը։ Այս մասով այսինքն հստակ գտնում ենք, որ խորհուրդը արդեն իսկ անդրադարձել է այս հարցին, լիազոր մարմին ներկայացրել է իր դիրքորոշումը եւ ըստ մեզ մեր ներկայացրած գործիքը հենց այն գործիքն է, որը որ կարող է այս իրավիճակի լուծումը լինել։ Անդրադառնալով ներկայացուցիչի կողմից ներկայացված այն փաստարկին, որ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը հստակ սահմանում է թե ով է դատավորը, դատավորի պաշտոնում նշանակված անձ եւ այլն, այստեղ շատ նուրբ ուղղակի հստակ տարանջատում նաեւ պետք է անել, որ օրինակ տարբերություն նախագահի հրամանագրով դատավորի նշանակվելուց հետո դատավորը անմիջապես չի ստանձնում իր պարտականությունները, որովհետև պարտադիր նաև կա երթման փուլը, որից հետո նոր պարտադիր դատավորը ստանձնում է իր պարտականությունները։ Այսինքն այս նույն տրամաբանությամբ հնարավոր չի լինի պաշտոնում նշանակված հրամանագիրը ուժի մեջ մտնելուց հետո անձը ներկայացնի պահանջ օրինակ մինչև երթումը իրեն փաստացի, այսպես ասած, գետնի վրա արդեն իսկ արդարադատություն իրականացնելու գործառույթով օժտվել։ Իրավիճակը գտնում ենք որոշակիորեն համանման է այս համատեքստում, հարգելի խորհուրդ։ Ինչ վերաբերում է նաև ներկայացված միջնորդության վերջում կրկնակի վիկտիմիզացիայի վերաբերյալ կրկնակի զոհայնացման իրավիճակի վերաբերյալ ներկայացված փաստարկմանը, գտնում ենք, որ ընդհանրապես կիրառելի չէ այս իրավիճակում անգամ հավանական հնարավորություն չկա նման իրավիճակի առաջացման, որովհետև սույն վարույթը օժտված է բոլոր դատավարական երաշխիքներով, այսինքն սույն վարույթի շրջանակներում պարոն Հարությունյանը օժտված է բոլոր դատավարական երաշխիքներով,
Ուստի եւ ընդհանուր առմամբ այս ամբողջ նոր քննությունը հենց նաեւ պարոն Հարությունյանի իրավունքների ապահովման մասին է։ Այսքանն է հարգելի խորհուրդ, ամփոփելով գտնում ենք, որ միջնորդությունը ենթակա է մերժման անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես ավելացնելու բան ունեք։ Շատ լավ, խորհրդի անդամները հարց, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, ձեր կողմից ներկայացված միջնորդության մեջ երկու պահանջ է ներկայացված, նախ առաջին հարցս վերաբերում է ինքնին այդ միջնորդություններին, հա, երկու պահանջն են, դրանք կարող ենք ասել, որ ըստ էության լիովին տարբեր միջնորդություններ են, չնայած որ ներկայացվել են մեկ փաստաթղթի շրջանակներում, այսպես ասեմ, դա մեկ տարբեր միջնորդություններ իմ գնահատմամբ չեն, տարբեր խնդրանքներ են ներկայացված նույն հիմնավորմամբ, նույն պատճառաբանությամբ մեկ միջնորդության շրջանակներում։ Իմ գնահատմամբ այդպես է, եթե անկախ դիտարկենք այս երկու խնդրանքը որպես անկախ երկու միջնորդություն, նշված է եւս ըստ էության կարծում եմ խնդրահարույց չի լինի առնվազն պատասխանող կողմի համար, միջնորդություն ներկայացնող կողմի համար, սակայն այդ միջնորդությունների քննարկումը փոխկապակցված է այնքանով, որքանով համապատասխան պատճառաբանությամբ առաջին խնդրանքը մերժելու Պարագայումը միայն կոպիտ ասած ներկայացվում կամ ներկայացման ենթակա կամ քննարկման ենթակա երկրորդ պահանջը եւ եթե անկախ ենք դիտում երկրորդ միջնորդությունը։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է երկրորդ պահանջին, միջնորդությունը մերժելու վերաբերյալ պահանջին։ Ձեր կողմից մեջ բերված իրավական նորմայից ըստ էության եւ նաեւ ձեր դիրքորոշումից հետեւում է, որ խոսքը վերաբերում է միջնորդությունը մերժելու այն հիմքին, երբ արկա են կարգապահական վարույթի, հա, ընթացքի հետ կապված հիմքը, մասնավորապես դադարել է կամ դադարեցվել է դատավոր լիազորությունները։ Կարող եմ ճշտել ձեր դիրքորոշումը, այսինքն դադարեցնելը դուք ինչպես եք պատկերացնում, հա, ձեր դիրքորոշումը որն է, որ դադարեցվել է Բարձրագույն դատական խորհրդի արդեն իսկ վերացված որոշմամբ, եթե չէ, ապա ինչպես եք հիմնավորում այդ հարցի վերաբերյալ ձեր դիրքորոշումը։ Ես հասկացա հարցադրումը, հետևյալ իրավիճակն է։ Այո, դադարեցվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշմամբ, որը հետագայում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված մեկ այլ որոշմամբ վերացվել է։ Բայց այն պարագայում, երբ որ մենք չունենք վերականգնում սահմանված կարգով դատավորի պաշտոնի ստանձնում, այսպես ասած, օրինակ ներկայացուցիչը նշում է, որ նախագահի հրամանը միայն ինքնին բավարար չի։ Այո, բավարար չի, եւ դատական օրենսգիրքը հստակ սահմանում է, տալիս է ձևակերպում սահմանված կարգ, հա, սահմանված կարգով պետք է դատավորի պաշտոնը կարգավիճակը տրվի անձին։ Մեր գնահատմամբ այդպիսի կարգը երկակի է, այսինքն առաջի անգամ երբ որ մարդը դառնում է դատավոր եւ երկրորդ անգամ մեր պարագայում օրինակ, պարոն Հարությունյանի լիազորությունների դադարեցումից հետո վերջինս չի ստանում դատավորի կարգավիճակ դադարեցման մասին որոշման վերացմամբ ինքնին։ Վերջինիս նկատմամբ դատավորի կարգավիճակը մեր գնահատմամբ օրենսգրքային կարգավորումների արկայության պայմաններում տրվում է բացառապես 157 հոդվածի 9-րդ մասով նախատեսված որոշման կայացման արդյունքում։ Եվ այս պայմաններում ես գտնում եմ, որ մենք ունենք դադարեցում, դադարեցման վերացում, բայց մենք չունենք վերականգնում, այսինքն մենք չունենք այսպայն սուբյեկտ։ Հիմա սուբյեկտի արկա չլինելը դադարեցման թե դադարած լինելու այս երկու հիմքերից որևէ տակ կոպիտ ասած շարադրելու տեսանկյունից ես գտնում եմ, որ ավելի տրամաբանական է ասել, որ դադարել են տվյալ պահին դադարած են պարոն Հարությունյանի որպես դատավորի լիազորությունները, այլ ոչ թե դադարեցված են, որովհետև դադարեցման որոշումը վերացված է, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք։ Բայց նկատի ունենալով, որ համապատասխանաբար վերականգնման մասին սահմանված կարգով որոշում կայացված չէ, ես խորապես համոզված եմ, որ պարոն Հարությունյանը ներկայումս չի հանդիսանում դատավոր, չի կրում դատավորի կարգավիճակը եւ հետեւաբար չի հանդիսանում սուբյեկտ ծույլ միջնորդության կամ ընդհանրապես որևէ կարգապահական խախտում կատարելու տեսանկյունից։ Շնորհակալություն, դուք էլ հարց ունեք, խնդրեմ։ Ուղղակի ինձ համար վերջնական հա ճշտելու առումով պարոն Հարությունյան, մենք ունենք երկու միջնորդություն, երկու միջնորդությունների խնդրամասում հիմնական շեշտը դատավորի կարգավիճակը վերականգնելուն է վերաբերում, ճիշտ է։ Առաջի պահանջը ստեղծեն դրա մասին այո։ Այո, հիմա կասեք, այս երկու միջնորդությունների դեպքում այդ մասով գոնե հիմքերը նույնն են, թե տարբեր են։ Երկու միջնորդությունները նկատում եք պարոն Աթաբեկյանի կողմից հիշատակված միջնորդությունը,
Համ ձեր կողմից ներկայացված եւ քիչ առաջ ձեր Ոչ, կողմից։ նախկինում ներկայացված իմ միջնորդության հիմքը, հիմնավորումները ընդհանրապես վերաբերվում էին համապատասխանաբար ներողություն խնդրում ես պայն, եթե ճիշտ եմ հիշում 156-րդ հոդվածի համապատասխան կարգավորմանը, որով որ նոր քննության ընդհանրապես իրականացման լիազորությունը իմ գնահատմամբ խորհրդին օրենսդիրը չի վերապահել։ Ու նշված պայմաններում այդ միջնորդության ներկայացման շրջանակներում ես գտել եմ, որ խորհուրդը ոչ թե պետք է նոր քննություն իրականացնի, անկախ նրանից պարոն Հարությունյանի վերաբերյալ 157-ի կարգով որոշում կայացվել է թե ոչ։ Խորհուրդը ընդհանրապես նոր քննություն չպետք է իրականացնի, վերանայման վարույթով պետք է այս ամեն ինչը ավարտվեր։ Եվ վերանայման արդյունքում պետք է կայացվեր վերացնելու մասին որոշում եւ նոր որոշում։ Հիմնավորումը եւ հիմքը ըստ էության նոր քննության օրենսդրորեն նախատեսված չլինելն է։ Սույն միջնորդությունը, որ ես ներկայացրել եմ, վերաբերվում է ոչ թե նրան, որ պետքա նոր քննություն չիրականացվի, այլ հակառակը սույն միջնորդությունը բխում է այն տրամաբանությունից, բխում է այն որոշումից, որը խորհուրդն է կայացրել, մասնավորապես ըստ իմ ընկալման եւ ըստ տրամաբանորեն վերլուծելով խորհուրդը գտել է, որ նոր քննությունը այնուամենայնիվ պետք է իրականացվի սույն միջնորդության պայմաններում։ Եվ իմ գնահատմամբ, եթե մենք գնում ենք նոր քննության, եթե գտնում ենք, որ այդ նոր քննությունը պետք է տեղի ունենա, ապա նոր քննության նկատմամբ կիրառելի են ընդհանրապես կարգապահական վարույթով քննության բոլոր պահանջները, այդ թվում նաև դատավորի կարգավիճակ ունենալու պահանջը այն անձի կողմից, կրելու պահանջը այն անձի կողմից, ում վերաբերել որ միջնորդությունը ներկայացված է։ Մանրակատի ունենալով, որ նոր քննությունը իրականացվում է պարոն Հարությունյանի վերաբերյալ սահմանված կարգով իմ գնահատմամբ դատավորի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ որոշում արկա չէ, որը որ նախատեսված է 157-րդ հոդվածի 9-րդ մասով, թե ինչպիսին պետք է լինի այդ որոշումը։ Այսինքն մեր գնահատմամբ սահմանված կարգը 157-ի 9-ն է։ Այդ կարգի չպահպանումը հանգեցնում է նրան, որ պարոն Հարությունյանը այս պահին չի հանդիսանում դատավոր, եւ հետեւաբար այս միջնորդությունը ընդհանրապես չպետք է քննության առարկա դարձվի եւ պետք է մերժվի համապատասխան պատճառաբանությամբ, եթե այդ որոշումը չի կայացվում։ Վերջ, այլ հարցեր ունեք։ Հա, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, Բայց շատ կարճ է։ Չնայած իմ գործընկերն նշեց, որ չկրկնվելու համար նախկինում ներկայացված դիրքորոշումները չեն կրկնի, բայց կուզեի հիշենք Սահմանադրական դատարանի 2025 թվականի որոշումը ՍԴ 1791, որի 35-րդ պարբերությունում Սահմանադրական դատանը մեր կարծիքով արդեն անդրադարձել է այս հարցին, տարբերակելով վերանայման վարույթի հարուցման արդյունքում դատական ակտի բեկանումը եւ դրանից հետո արդեն նոր դատական ակտի կայացման իրավիճակները, մասնավորապես Սահմանադրական դատարանը նշել է, որ եթե արկա չեն նոր հանգամանքով վերանայման բողոքը վերադարձնելու հիմքեր, ապա դատական ակտը վերանայող դատանը պարտավոր է ոչ միայն հարուցել վերանայման վարույթ, այլ նաև դրա արդյունքում բեկանել վերանայվող դատական ակտը, այլապես դատական ակտի հիմքում կշարունակի մնալ սահմանադրությանը հակասող կամ անվավեր ճանաչված իրավական նորմը։ Եվ Սահմանադրական դատարանը նշել է, որ արդեն նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայում ասելով, այստեղ նկատի ունենք վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ, որի արդյունքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա։ Այսինքն այս դեպքում ունենք մի իրավիճակ, որ Սահմանադրական ներողություն բարձրագույն դատական խորհուրդը բեկանել է իր որոշումը, այսինքն վերացրել է իր որոշումը եւ հիմա տեղի է ունենում նոր հանգամանքով գործի քննությունը, որի արդյունքում միայն մենք բարձրագույն դատական խորհուրդը կարող է գնահատել այդ հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա եւ դրանով էլ պայմանավորված կլինի, ինչպես Սահմանադրական դատարանը նշել, վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը, իսկ դատական ակտի տվյալ դեպքում բարձրագույն դատական խորհրդի եզրափակիչ մասում է հենց անդրադարձ կատարվում դատավորի ուրեմն կարգավիճակին եւ դրա լիազորությունների դադարեցման շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Եթե շատ կարճ արձագանք վերաբերած պատճառաբանության վերաբերել, մասնավորապես Սահմանադրական դատարանի կայացված որոշման, պարոն Դադունցն իրավացիորեն ցիտեց ըստ էության որոշման համապատասխան հատվածը, սակայն չնշեց, որ այդ որոշման համապատասխան հատվածը Սահմանադրական դատարանի կողմից եւս ցիտում էր, մեջբերում էր ՍԴՎ 983 որոշումից, որը որ վերաբերվում է քաղաքացիական եւ քրեական դատավարություններում առկա համապատասխան
կարգավորումներին, որոնք նախատեսում են նոր քննության իրականացման ընթացակարգ։ Այնուամենայնիվ նույն ՍԴՎ 983 որոշումը, որը մեջբերված է փաստացի եւ վկայակոչվեց փաստացի պարոն Դադունցի կողմից, ուղղակիորեն նախատեսում է, որ Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմանավորված նոր հանգամանքի գնահատմամբ վերանայում իրականացնելիս պետք է վերականգնվի անձի իրավունքների այնպիսի կարգավիճակ, այնպիսի իրավավիճակ, որը նախորդել է համապատասխանաբար վերացվող որոշման կայացմանը։ Հիմա այս համաձայնեմ եւ ընդունում եմ, որ համապատասխանաբար իրավունքների սահմանափակում կամ խախտում պարունակող որոշումները վերացված են, բայց արդյոք վերականգնված այն իրավավիճակը, որը դրան նախորդել է։ Իմ գնահատմամբ միանշանակ ոչ։ Եվ հետեւաբար Սահմանադրական դատարանի որոշման կատարումը այս պահին իմ գնահատմամբ ամբողջական չի եւ հետեւաբար նաեւ սույն միջնորդության ընդհանրապես սույն ըստ էության քննության սույն վարույթի ըստ էության քննության շրջանակներում մենք չունենք ըստ էության սուբյեկտ, ում խորհուրդը կարող է համապատասխանաբար կարգապահական պատասխանատվության ենթարկի, սա այսքան ըստ էության։ Բարձր։ Իսկ մի հարց տամ, ձեր խոսքից միգուցե նաեւ դա տեսական է, ինչպես որ կգնահատեք։ Իսկ եթե սուբյեկտի հարցը լուծված լիներ եւ վերականգնված լիներ, ինչպես դուք եք ասում, այդ ժամանակ կարող էր քննվել, որ ասում եք սուբյեկտի հարցը քանի դեռ լուծված չի, ընդհանրապես չի կարող քննվել։ Այլ որ սուբյեկտի հարց լուծված լիներ, այս միջնորդությունը կարող էր քննվել։ Եթե սուբյեկտի հարցը ձեզ էլի, հիմա քննում ենք ամեն դեպքում ձեր դիրքորոշումը։ Իմ դիրքորոշումը կանում է հետևելն, պարոն Աթաբեկյան, եթե սուբյեկտի հարցը լուծված լիներ եւ 187-ի 9-ի կարգով համապատասխանաբար դատավոր նշանակված լիներ նորից պարոն Հարությունյանը, իմ կողմից ամենայն դեպս սույն միջնորդությունը ներկայացված չէր լինի եւ կներկայացվեր բացառապես նախորդ անգամ քննարկման առարկա դարձված միջնորդությունը, առայն որ խորհուրդը չպետք է նոր քննություն իրականացնի, որի քննարկման արդյունքում համապատասխանաբար խորհուրդը իր որոշումը կկայացներ։ Այսինքն իմ գնահատմամբ միևնույնն է, թե վերականգնված լինի, թե վերականգնված չլինի, նոր քննություն ընդհանրապես պետքա չլինի, բայց եթե այնուամենայնիվ մենք գնում ենք նոր քննության, իմ կարծիքով 157-ի 9-ի մասով նախատեսված կարգով անձը պետք է ստանա համապատասխան իր կարգավիճակը, որպեսզի խորհուրդը հնարավորություն ունենա քննելու համապատասխանաբար միջնորդությունը ըստ էության։ Ես դες հասկացա, շնորհակալություն։ Եթե ուզում եք դուք էլ հարց։ Մի հաստամ դրա հետ կապված, էլի պարոն Հարություն։ Հիմա դուք վերականգնել ինչ ձևով եք պատկերացնում։ Համոզված եմ օրենքի այդ նորմը գիտեք, վերականգնելու պարագայում, եթե չկա համապատասխան թափուր հաստիկ, չէ, ապա ռեզերվա գնում։ Հիմա ռեզերվային կարգավիճակ դատավորի տալը դուք կդիտեիք բանը կարգավիճակի վերականգնում դատավորի։ Իմ գնահատում ռեզերվային դատավոր թե փաստացի գործող դատավոր անձը միևնույնն է հանդիսանում է դատավոր, ում վերաբերյալ կարող է ներկայացվել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն։ Անկախ նրանից նա ռեզերվում է թե ոչ, անձը հանդիսանում է այսպես ասած սուբյեկտ։ Եթե անձը ոչ ռեզերվում է, ոչ փաստացի իրականացնում է դատավորի պարտականությունները, ոչ էլ թեկնածու է դատավոր դառնալու, ապա տվյալ պարագայում ես կարծում եմ խորապես համոզված եմ, որ մենք չունենք սուբյեկտ եւ հետեւաբար միջնորդություն էլ չի կարող քննվի տվյալ անձին պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու մասին։ Մեր շնորհակալություն։ Խորհրդարանը խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնելու համար։ Դատական նիստը շարունակվում է, դատական կազմի փոփոխություն չկա, նաև այն անձինք ովքեր ներկային այս բան այնպես ներկային, խորհուրդը հեռացել էր խորհրդակցական սենյակ, համապատասխան որոշում կայացնելու համար ըստ Հարությունյանի ներկայացուցիչի կողմից այսօր ներկայացված միջնորդություն, մասնավորապես միջնորդությունը Եզրափակիչ մասը հետևյալն է, օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասով ցանց կարգով կայացնել որոշում Դավիթ Հարությունյանն իր նախկինում զբաղեցրած պաշտոնը վերականգնելու մասին։ Նախորդ կետով շարադրվածը մերժելու պարագայում օրենսգրքի 156-րդ հոդվածի առաջին մասի 147-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ սույն վարույթով կայացնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին որոշում։ Այսպիսով
խորհուրդը քննության առնելով ներկայացված միջնորդությունը որոշեց առաջին մասով մասնավորապես 157-րդ հոդվածի դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով նախկինում զբաղեցրած պաշտոնը վերականգնելու մասին մերժել հիմք ընդունելով այն, որ Դավիթ Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերանայելու մասին խորհրդի որոշմամբ արդեն իսկ խորհուրդը գտել է, որ այդ հարցին կարող է անդրադառնալ նոր քննության արդյունքներով որոշում կայացնելու դեպքում։ Այս պայմաններում անդրադառնալով նաև հաջորդ կետով 156-րդ հոդվածի առաջին մասի 147-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով միջնորդությունը մերժելուն, ապա խորհուրդը գտնում է, որ այդ հարցին կարող է անդրադառնալ եւ կանդրադառնա վերջնական դատական ակտով հիմք ունենալով նաև ՍԴՎ 1791 որոշման պարտայտած դիրքորոշում։ Ունեք էլի միջնորդություն արգել ներկայացուցիչ։ Այո, ապրիլյան դատարան մեկ միջնորդություն ևս ունեմ։ Ու վերջ։ Ես այս պահին համենայն դեպս այո։ Այն տրավաբանության պար հարգելի խորհուրդ, որ մենք ներկայացնում ենք միջնորդություններ, որ գտնում ենք, որ բոլորը ենթակայեն բավարարման, ոչ մի միջնորդություն ինքնանպատակ չի, եւ հետեւաբար գտնում ենք, որ ցանկացած միջնորդություն դա վերջին նպատական ընդհանուր։ Բայց եթե հաշվի առնելով տրամաբանությունը կամ պրակտիկան, որ բոլորը մերժվում են, ենթադրում եմ 1-2 միջնորդություն եւս կներկայացնենք։ Շատ Եվ մի տեխնիկական հարց էլ կա, պարոն Հարությունյանի միջնորդությունից հետո սույն դահլիճում տեխնիկական միջոցների ապահովման հնարավորություն կա, թե չէ, մենք կարող ենք ապահովել ամեն դեպքում, ապահովներ ներկայացնելու փուլում ձայնային ինչպես ձայնային, այնպես էլ տեսաձայնագրություններ ենք ցանկանում վերարտադրել, որպես միջնորդությունը հիմնավորող նյութ, եւ այդ ենք ուզում հասկանանք, թե արդյոք դահլիճում հնարավորություն տալիս է, թե չէ։ Բայց ես կարող եմ բերել իմ հետ փոքր բարձրախոս կամ այդ պրոյեկտոր, չգիտեմ հայերեն ոնց է կոչվում, որ այդ տեսաձայնագրությունը համապատասխան ձևով վերարտադրվի։ Եթե թույլ կտաք, մենք կբերենք, եթե չէ, հնարավորություն տալիս է դահլիճի պայմանները դա ապահովել, դա խոսքը վերաբերում է ոչ այսօր, ոչ այս պահին ներկայացվող, այլ հաջորդ միջնորդության մասին։ լավ, նախ հասկացա, նախ ուզում եմ ասել, որ այսօր մենք կաշխատենք եւս մոտ 30 րոպե, երևի այդ միջնորդությունը կքննենք, նաեւ նախապես բոլորիդ, եթե չեմ սխալվում, նախազգուշած, ասել ենք, որ այսօր նիստը ինչքան կտևի, որովհետև մենք նախապես նշանակած նաև հարցազրույց ունենք խորհրդում, այդ իսկ պատճառով նիստը մենք չենք շարունակի այս միջնորդությունը քննելուց հետո, հիմա մենք դեռ ժամանակ ունենք, հիմա ձեզ կլսենք այդ միջնորդությունը, ինչ վերաբերում է ձեր բարձրացված հարցին, ճիշտ ասեմ, ես չգիտեմ, հիմա իհարկե դուք որոշակիորեն ներկայացրեցիք, ես չգիտեմ, ինչ կարող է անհրաժեշտ լինել այդ ձեր ասած տեխնիկական միջոցների հետ կապված էլի, ես չգիտեմ, նա կարող է միայն բարձրախոս օրինակ ձեզ բավարարում է, մանրամասնորեն ես չգիտեմ, էլի, դրա համար հիմա ես չեմ իմանում, թե տեխնիկապես ինչ է անհրաժեշտ լինելու ձեզ պրոյեկտոր ձեր ասած, ոնց որ թե չեմ անում, ոնց որ թե չունենք, էլի։ Դե այս բանը դահլիճում չունենք, էլի, բայց երևի թե դեպարտամենտը կարողանա, եկեք գիտեք ինչպես անենք, ինչ որ մտածում եք ձեզ համար անհրաժեշտ կլինի, արդյունավետ կլինի ձեր միջնորդություն ներկայացնելու համար ձեզ հետ բերեք, բայց եթե կտեսնենք այդ բանը նաև դեպարտամենտը ունի այդ հնարավորությունը, տեխնիկական մենք ունենք շենքային պայմաններ եւ այլն ամեն ինչը, փորձենք ապահովել ամեն դեպքում, բայց որպեսզի ձեր իրավունքները արդյունավետ իրացնեք, ամեն դեպքում կարող եք ձեզ հետ բերել հաջորդ նիստին, որը տեղի կունենա երկուշաբթի օրը։ Իսկ հիմա ձեր միջնորդությունը խնդրեմ արգել ներկայացուցիչ։ Շնորհակալություն, պարոն Աթաբեկյան, կրկին մեկական օրինակ ներկայացնում եմ միջնորդության խորհրդին եւ մեկ օրինակ նախարարության ներկայացուցիչներին։ Խոսքը գնում է պատվարժան խորհուրդ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ այսքան սույն կարգապահական վարույթի քննությունը։ Արձանագրեն կարող են ներկայացուցիչ ներկայացված 8 էջից բաղկացած փաստաթուղթ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթի քննությունը կասեցնելու եւ սահմանադրական դատարան դիմելու մասին վերնագրմամբ ստացակ շատ լավ շնորհակալություն խնդրեմ Կրկին պարոն Աթաբեկյան չկրկնվելով այսքան կվերարտադրեմ
նախկինում հրապարակված փաստաթղթերից կամ փաստարկներից միայն նրանք, որոնք որ իմ գնահատմամբ էական են սույն միջնորդության քննարկման տեսանկյունից, ինչպես նշեցիք, միջնորդությունը վերաբերում է սույն կարգապահական վարույթը կասեցնելուն եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելուն, կրկին վկայակոչված է դեկտեմբերի 12-25 թվականի ձեր կողմից կայացված համապատասխան որոշումը, դրա եզրափակիչ մասը, օրենսգրքի 157 հոդվածի 8-րդ մասը, սահմանադրության 6-րդ մասը, համապատասխանաբար հարգելի խորհուրդ նաև արկային որոշակի հիմնավորումներ եւ փաստարկներ, որոնք նախկինում այլ միջնորդություններով ներկայացված են եղել, դրանք եւս չեմ հրապարակի, բայց ներառված է փաստաթղթի մեջ։ Ուղղակի չծանրաբեռնելու համար նորից չընթերցեմ։ Շատ լավ։ Երկու բառով ընդհանրապես ասեմ, նկատի ունենալով, որ ծավալունա կարող է չհասցնեք ծանոթանալ այս բանը, խոսքը գնում է մասնավորապես նորից նոր քննություն իրականացնելու Բարձրագույն դատական խորհրդի լիազորությանը, ըստ էության նոր քննություն իրականացնելու մեր գնահատմամբ նախատեսված լիազորության բացակայության պայմաններում մեր ներկայացված միջնորդությունը եւ դրա փաստարկները ամբողջովին ըստ էության զետեղված են այստեղ։ Շարունակեմ համապատասխանաբար այն հատվածից, որը որ արդեն միջապես վերաբերում է սույն միջնորդության հիմնավորումներին։ Մի հարց է միջև սկսեք էլի, հա, համր ձեր միտքը չի կտրել։ Դուք այն հարցով, որը ամենավերջում էի տալու, բայց մի անգամից հարցնեմ այս բային։ Այն հարցով, որը որ հիմա գտնում եք, որ անհրաժեշտ է դիմել Սահմանադրական դատարան, դուք դիմում ունեք, ասեք դուք էլ պարոն Հարությունյան ձեզ հարցը տամ։ Ոչ, չունենք։ Այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարան դուք դիմում չունեք։ Շատ լավ, շնորհակալ։ Նկատի ունեք պարոն Աթաբեկյան, ճիշտ հասկացա, չէ՞, այս բանը ներկայացված արդեն դիմում։ Հա, էլի, այս հարցի վերաբերյալ ինչ որ գտնում եք, որ անհրաժեշտ է որպեսզի խորհուրդ կասեցնի դիմի Սահմանադրական դատարան, դուք չունեք այս։ Չէ, չունենք բովանդակություն, որովհետև սույն վարույթին է վերաբերվում, ըստ էության դատական ակտ չունենք, որը որ թույլ Շատ լավ, դա եկամին ուզում ճշտել, խնդրեմ։ Այսպես անդրադառնալով միջնորդության հիմնավորումներին խորհրդի կողմից արդեն քննարկված մեկնաբանությամբ կիրառվել է օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ կարգապահական վարույթի շրջանակներում, մասնավորապես նշված վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ կիրառված օրենսգրքի 142 հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը Սահմանադրական դատարանի 15-11-19 թվականի ՍԴՎ 1488 որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, որին հաջորդել է դատավորի դիմումը իր վերաբերյալ կայացված խորհրդի ԲԴԽ 8-վ-4 որոշումը վերանայելու մասին։ Խորհրդի 1402-19 թվականի թիվ ԲԴԽ 8-վ-4 նորից որոշումը վերանայելու հարցը լուծելիս խորհրդի կողմից կարևորվել են հետևյալ հարցադրումները։ Ներողություն ձեզ որ ընդհատում եմ, ինչ որ եղել է այդ որոշումներով արտացոլված է, իրոք բոլորս համարյա թե անգիր գտենք։ Եկեք այդ ամեն ինչը անցեք, ձեր ոնց որ եզրահանգումն ու միջնորդության վերջնամասը, այսպես ասած, որտեղ այդ որոշումները հիմա ցիտելով բոլորս իրոք ոչ թե անգիր գիտենք։ Եթե թույլ կտաք, այն վերջը sense մի հատ ամբողջացնելով ասեք։ Ուղղակի եթե թույլ կտաք, այն հատվածները մեջ բերեմ միայն, որոնք կարծում եմ միջնորդության համար էական նշանակություն ունեն։ Մասնավորապես իմ կողմից հիշատակված խորհրդի համապատասխան որոշմամբ իթիվս այլնի նաև կարևորվել է մեկ հարցադրում, մասնավորապես այն զետեղվել է որոշմամբ հետևյալ ձևակերպմամբ, արդյոք Արայիկ Մելքումյանը պետք է եւ կարող է վերականգնվել նախկինում իր զբաղեցրած պաշտոնում։ Մեջբերվածից ակնհայտ է դառնում, որ խորհրդի կողմից հիշատակված վերանայման դիմումը քննարկելիս միաժամանակ քննարկման առարկա է դարձվել վերանայման տեսանկյունից նոր հանգամանքի առկայության հարցի հաստատման եւ դատավորին իր կողմից նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու հնարավորության հարցերը, ինչպես եւ ըստ պատասխանող կողմի խորհուրդը պետք է վարվեր օրենսգրքի 157 հոդվածի նախատեսված կարգավորումների լույսի ներքո։ Արդյունքում խորհրդի կողմից 2702-20 թվականին կայացվել է համապատասխան որոշումը, որով առանց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության նոր քննության իրականացման կայացվել է որոշում խորհրդի որոշումը Երևան քաղաքի Արշիատյանի ընդհանուր արարողության դատարանի դատավոր Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ վերացնելու եւ Մելքումյանին դատավորների ռեզերվում ընդգրկելու մասին։
Հատկանշական է, որ օրենսգիրքը որևէ տարանջատում չի նախատեսում այն դեպքերի միջև, երբ խորհրդի կողմից իրականացված վարույթի ընթացքում կիրառված նյութական կամ դատավարական օրենքը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է Սահմանադրությանը հակասող անվավեր կամ կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ։ Այլ կերպ ասած, օրենսգիրքը վերանայման վարույթի շրջանակներում չի նախատեսում տարբեր կարգ նախկինում կիրառված նյութական կամ դատավարական օրենքի հակասահմանադրական ճանաչվելու չափորոշիչով։ Հետևաբար գտնում եմ, որ անկախ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման բնույթից դրա հիմքով ներկայացված վերանայման դիմումը խորհրդի կողմից ենթակա է քննարկման միևնույն կարգով։ Սույն վարույթով նոր քննության իրականացման անթույլատրելիության եւ առանց այդպիսին իրականացնելու որոշում կայացնելու մասին միջնորդության ըստ քննարկման տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում խորհրդի անդամ պարոն Թումանյանի կողմից բարձրացված հարցադրումների բովանդակությունից պարզ է դառնում, որ խորհրդի կամ առնվազն խորհրդի անդամ պարոն Թումանյանի գնահատմամբ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշմամբ Սահմանադրությանը հակասող կամ այդպիսի մեկնաբանությամբ դատավարական օրենքի կիրառում է արձանագրվում, ապա այդպիսի արձանագրումը պետք է ենթադրի համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության նոր քննություն, որի արդյունքում խորհուրդը պետք է ունենա հնարավորություն կայացնելու այն մերժելու կամ բավարարելու մասին որոշում։ Նշված քննարկման ընթացքում տեղի ունեցած Տիկին Թումանյանցի կողմից հիշատակվել է Սահմանադրական դատարանի ՍԴՎ 1791 որոշման 35-րդ կետի հետևյալ հատվածը կրկին չընթերցեմ մեջբերումը, խոսքը վերաբերում է սահմանված ընթացակարգ ձևակերպմանը, անդրադառնալով ընթացակարգ բառի բովանդակության ու նշանակությանը հարկավոր է մամուլում նշել, որ մեջբերված հատվածում Սահմանադրական դատարանը վկայակոչել է իր իսկ կողմից կայացված ՍԴՎ 984 որոշումը, որում մասնավորապես քննարկման առարկա էր դարձվել քրեադատավարական ու քաղաքացիական դատավարության օրենսդրության նախատեսված նոր հանգամանքի ուժով վերանայման իրականացմանը վերաբերող հարցեր։ Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը ՍԴՎ 984 գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարել ընդգծել նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ողջ մեթոդաբանության հիմնավոր վերաարժևորման անհրաժեշտությունը, գտնելով, որ այդ ինստիտուտի իրավակարգավորման մեթոդաբանությունը պետք է խարսխվի պետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պաշտպանելու պարտավորության հենքի վրա։ Այլ կերպ Սահմանադրական դատարանը քննարկվող որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, որը հավասարապես կիրառելի է քրեական, քաղաքացիական եւ վարչական դատավարությունների նկատմամբ, ինչով եւ պայմանավորված օգտագործվել է առավել ընդգրկուն բառամթերք, ինչպիսին օրինակ ընթացակարգ բառը։ Այս առումով ուշադրության է արժանի այն, որ քրեադատավարական, ինչպես եւ քաղաքացիական դատավարության կամ վարչական դատավարության օրենսդրության վերաբերելի կարգավորումները թույլ են տալիս առանձին դեպքերում իրականացնելու դատական գործերի չակերտավոր նորոգում Սահմանադրական դատարանի կամ մի այլ որոշումներով արձանագրված համապատասխան խախտումների հաշվառմամբ։ Մինչդեռ դատական օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում։ Այնուամենայնիվ խորհրդի կողմից կայացված որոշումների բովանդակությունից ու վերլուծությունից ենթադրելի է, որ խորհուրդը դիտել է դատավարական օրենքը կամ դրա մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու հիմքով վերանայման վարույթ իրականացնելիս իր կողմից նոր քննություն իրականացնելու, կարգապահական վարույթը նորոգելու մասին կարգավորման բացակայությունն իբրև օրենքի բաց եւ օրենսգրքի համապատասխան կարգավորումների կիրառմամբ ղեկավարվել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ իրականացնելու վարչական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումներով։ Նշվածի կապակցությամբ պետք է նշել, որ համաիրավական ընդհանուր կանոնի համաձայն արդարադատության իրականացումը կրում է երկընտրելի բնույթ, այսինքն արդարադատություն իրականացնող մարմինը որպես կանոն պետք է ունենա որոշում կայացնելու այլընտրանքներ։ Այդպիսի երկընտրելիության օրինակ է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերել միջնորդության քննության արդյունքում խորհրդի կողմից մերժելու կամ բավարարելու մասին որոշում կայացնելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ երկընտրելի արդարադատությունը բացարձակ կանոն չէ, ինչպես ցանկացած ընդհանուր կանոն ունի իր բացառությունները։ Այսպես օրինակ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանափակվում է երկընտրելի արդարադատության իրականացումը գործի քննության արագացված կարգ կիրառելու պարագայում, երբ դատարանի հայեցողությունը էականորեն սահմանափակվում է օրենքով։ Նման սահմանափակումը ըստ խորհրդի կողմից արտահայտված դիրքորոշումների առկա է նաև այն դեպքերում, երբ կիրառված նյութական օրենքը ճանաչվում է հակասահմանադրական։ Այդ իրավիճակում խորհրդի կողմից երկընտրելի արդարադատության իրականացումը փաստացի բացակայում է։ Խորհուրդը պետք է կայացնի մեկ հնարավոր որոշում վերականգնել դատավորին նախկինում զբաղեցրած պաշտոնում։ Պետք է նշել նաև, որ վերանայման վարույթին վերաբերող օրենսգրքի կարգավորումների ուժով խորհրդի կողմից իրականացվող արդարադատությունը որպես ընդհանուր կանոն եւս կրում է երկընտրելի բնույթ։ Մասնավորապես օրենսգրքի 157 հոդվածի առաջին մասի համաձայն խորհուրդը իրավասու է կամ վերանայել կարգապահական վարույթը, կամ հրաժարվել դրա վերանայումից։
Կարգապահական վարույթը չվերանայելու մասին որոշման կայացումը ինքնին չի ենթադրում վերանայման հիմքի բացակայության արձանագրում, քանի որ նման որոշումը կարող է պայմանավորված լինել նաև խորհրդի գնահատականով առայն, որ համապատասխան հանգամանքը չէր կարող ազդել կայացված վերջնական որոշման բովանդակության վրա։ Միևնույն ժամանակ խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման հիմքով վերանայման դիմում ներկայացված լինելու պարագայում խորհրդի կողմից երկընտրելի արդարադատության իրականացումը սահմանափակվել է հենց Սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՎ 1791 որոշմամբ։ Սահմանադրական դատարանի որոշմամբ ուղիղ արձանագրվել է, որ նոր հանգամանք հանդիսացող Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումը սահմանափակում է խորհրդի հայեցողությունը, այլ կերպ արդարադատության երկընտրելի իրականացման ընդհանուր կանոնը, հանգեցնելով մեկ հնարավոր որոշման կայացման։ Այսպիսով կարծում եմ, որ խորհրդի կողմից երկընտրելի արդարադատության իրականացման կանոնի եւ կամ դրանցից բացառությունների կիրառելիության դաշտ է հանդիսանում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու դիմումի քննարկման փուլ, այլ ոչ այդպիսին բավարարելու վերանայելու մասին որոշում կայացնելուն հաջորդող որևէ փուլ։ Անգամ խորհրդի մեկնաբանությամբ այդպիսի փուլի գոյության ընդունման պարագայում գտնում եմ, որ այդ դեպքում եւս պատահական չէ, որ օրենսգիրքը չի նախատեսել վերանայման վարույթի իրականացման հիմքերի տարանջատում կիրառված դատավարական կամ նյութական օրենքի, ինչպես նաեւ դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականության չափանիշով։ Գտնում եմ, որ օրենսդիրը նման կարգավորմամբ նպատակաուղղված հանրային շահի հաշվին առաջնահերթություն է տվել մասնավոր շահին, որպես փոխհատուցում իրավունքի արդեն իսկ արձանագրված խախտումների համար։ Այլ կերպ անկախ նրանից թե սահմանադրությանը հակասող է ճանաչվել դատավորի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի ընթացքում կիրառված նյութական թե դատավարական օրենքը, օրենսդիրը ուղիղ նախատեսել է դատավորին իր կողմից զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին որոշում կայացնելու իմպերատիվ պահանջ։ Ելնելով ամբողջ վերոգրալից գտնում եմ, որ խորհրդի կողմից օրենսգրքի կարգավորումներին տրվող փաստացի մեկնաբանությունն առայն, որ նոր հանգամանքի հիմքով իր որոշումը վերանայելու դեպքում նոր քննություն իրականացնելու խորհրդի լիազորությունը նախատեսված չէ օրենսգրքով, ուստի կիրառելի է նման լիազորություն սահմանող վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները, չի բխում օրենսգրքի տրամաբանությունից եւ հակասում է սահմանադրությանը։ Մասնավորապես խորհրդի կողմից փաստացի տրվող մեկնաբանությունը իմ գնահատմամբ հակասում է սահմանադրության առաջին եւ երրորդ հոդվածներին, 6-րդ հոդվածի առաջին մասին, 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի առաջին մասին, 75 եւ 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով վերջնական դատական ակտ կայացրած մարմնին հայեցողություն է տալիս դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հայտ գալու հիմքով վերանայելուց եւ վերացնելուց հետո կրկին անգամ իրականացնելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության բովանդակային քննություն։ Վերոշարադրելիս ելնելով խնդրում եմ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 71 հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի Սահմանադրական օրենքի 157 հոդվածի եւ կամ դրան խորհրդի կողմից տրվող մեկնաբանության սահմանադրականության հարցով դիմել Սահմանադրական դատարան, վարչական դատավարության օրենսգրքի 94 հոդվածի առաջին մասի 5-րդ կետի ուժով կայացնել սույն վարույթը կասեցնելու մասին որոշում։ Շնորհակալություն։ Ինչ դիրքորոշում հարգելի խորհուրդ ավելացնելու բան։ Ձեր խոսափողն անջատեք։ Բնականաբար միանում եմ ներկայացուցիչ միջնորդությանը, հարգելի խորհուրդ, որպեսզի չծանրաբեռնենք նաև խորհրդի աշխատանքը, հնարավոր ընդունենք, թե այս միջնորդությունը հերթական անգամ մերժվի, նորից միջնորդություն ներկայացնեմ, նաև խորհրդի ուշադրությունը մեկ հարցի վերաբերյալ եք ուզեի սևեռեի։ Մենք ավելի վաղ նախորդ կամ դրան նախորդող դատական նիստում ներկայացրել էինք նաև ժամկետների հետ կապված, ընթացակարգային ժամկետների, արարքի վաղեմության ժամկետների հետ կապված հարց, միջնորդությունը դիմքով վարույթը կարճելու խորհուրդը ընթացակարգային մասով մերժեց, դրանով որոշում կայացրեց։ Բայց օրինակ արարքի վաղեմության հետ կապված, հարցի հետ կապված, ասել վերջնական դատական ակտով կանդրադառնանք։ Ես կարծում եմ խորհրդի համար բնականաբար դա այն հարցն որ առնվազն չի քննարկվել, դա պետքա որոշում կայացվի դրա մասին։ Վաճառաբանություններ մտածենք, բավարարելու կամ մերժելու, բայց օրինակ տեսեք, դա ինչ հարց է օրինակ։ Մենք խոսում ենք երեք չառաջոր ներկայացուցիչ հետ, տեսեք ինչ իրավիճակ առաջանում, օրինակ եթե համեմատենք քրեական իրավունքի հետ։ Կա ոչ մեծ ծանրության արարքներ, որոնց վաղեմության ժամկետը օրինակ 2 տարի է։ Ստացվում է այդ հանձը որևէ հանցագործություն է կատարում, 2 տարի հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում շարունակել հնարավոր չի, եթե առնվազն նրա ցանկությունը չկա։
հարուցել, շարունակել, իրականացնել։ Բայց ստացվում է ազատ խոսքի հետ կապված հարցը, նույնիսկ ընդունենք ձեր տեսակետով խոսքի չարաշահումը։ Վաղեմության ժամկետ չունի։ Այսինքն մեկը մյուսին կարող ծեծի, պաշտոնական կեղծիքը հիմա 2 տարի է, պաշտոնական կեղծիք կատարի, դրա համար կան վաղեմության ժամկետներ։ Բայց ասված խոսքը վաղեմության ժամկետ չունի։ Այս հարցին պատասխանելը երբ ենք ստանալու, կամ կստանանք, թե չէ։ Հիմա տեսեք, Հիմա ձեզ չի ասվել այդ հարցի պատասխանը երբ եք ստանալու, պարոն Արարչյան։ ի նկատի ունեմ ավելի շատ որտեղ ենք ստանալու։ Երբ կստանանք վերջնական ակտով, չէ՞, բայց վերջնական մեզ բավարարող պատասխան գոնե ստեղ կստանանք սահմանադրական դատարանում, թե եվրոպական դատարանում։ Ինչ թվում է, Ինչ իմանանք վաղն ինչ կլինի։ դե կանխատեսումներով հա չզբաղվենք, բայց ստեղ ինչ թվում է ամեն դեպքում։ Դա պատասխանը միանշանակ է, չի կարող այդպես չլինի։ Ամեն դեպքում այդ Վոլկովի նախադեպն է կա մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե դա ոնց ենք շրջանցելու հակառակ տեսակետ ունեցողները, ես չգիտեմ։ Որ ասեն չէ, աղոթքի վաղեմության ժամկետ օրինակ չկա։ Սա հարցն է պարզ է։ Բոլորիս համար պետք է այդ պատասխանները ստանանք։ Եթե այդ պատասխանները ստանալու համար էլ մենք օրինակ գտնում ենք, որ պետք է դիմել սահմանադրական դատարան նախ եւ առաջ։ Նախկին խորհրդի նախագահ մի օր ազգային ժողովում 24 թվականի հունիսներ կարծես հետաքրքիր բան ասեց։ Ասում ես ուրախ եմ, որ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ այս հարցերը լուծվել են Հայաստանի Հանրապետությունում, այդ դատավորները չեն ընկնելու օտարափերում արդարադատություն փնտրեն, որոնեն, ինչ-որ sense նմանատիպ արտահայտություններ։ Ու հետաքրքիր շատ ճիշտ ասում։ Մեզ էլ հաճելի չի, երբ որ այս հարցերը մեր ԲԴԽ-ում, դատավորների ԲԴԽ-ում, մեր սահմանադրական դատարանում չի լուծվում։ Ինչքան կարելի ասենք, առնվազն 2 անգամ խորհուրդը ապացուցել է, որ սահմանադրությունը սխալ է մեկնաբանել։ Սա չակերտավոր երեսով տալ չի լինում, բայց եկեք մի անգամ էլ դուք դիմեք։ Ամեն անգամ մենք պետք է դիմենք, իսկ թվում է այս հարցերն էլ որ կարժի դիմել առնվազն։ Շատ Էլի վերջ, չէ, շարունակում եմ։ բայց փորձեք ամփոփել։ Ու այս միջնորդության վերաբերյալ ձեր դիրքորոշումը չընդհատեցի, բայց հիմա ասում եմ, որ այն ինչի մասին, որ արդեն քննարկվել է, այդ հարցի վերաբերյալ շարունակեք, որովհետև կընդհատեմ։ Այդ վաղեմության ժամկետների եւ այլն, դրանք մենք քննարկել ենք ըստ միջնորդությունների։ Էլ ասում եմ, որպեսզի ես չկրկնվեմ մյուս անգամ այդ դրանով միջնորդություն չբերեմ, Երբ որ կունենանք առանձին դրանով դիմում, դրանով կորոշենք դիմենք, թե չէ, հիմա ներկայացրել եք սրա վերաբերյալ որպեսզի դուրս չգաք, որովհետև ճիշտ կլինի, եթե նման միջնորդություններ գրավոր ներկայացնեք։ շատ լավ գրավոր կներկայացնեք։ Սրա շրջանակներում ունեք ավելացնելու որևէ բան ձեր ներկայացուցիչը։ Շրջանակներում պնդում եմ, Շատ որ հարկե դիմել համանդրական դատարան, արժե, արտադիր է։ Շատ լավ, շնորհակալություն։ Ձեր դիրքորոշումը արգել ներկայացուցիչ։ Հարգելի խորհուրդ, Ուզում եք հաստատ նոր դիրքորոշում ասի։ Հա, խնդրում։ Խնդրում, եթե հիմա հարց ունեք, խնդրում։ Միջնորդության հետ կապված մի քանի հարց ունեմ։ Դուք, եթե ես ճիշտ հասկացա, դեռ չեմ հասցրել ընթերցեմ։ Դուք միջնորդությունը դուք պնդում եք, որ հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը վերացրել է որոշում, որով ենթարկվել է պարոն Հարությունյանը կարգապահական պատասխանատվության, օրենքի ձեր մատնանշմամբ նորմի ձեր իսկ գնահատականով իմպերատիվ նորմով սահմանված է, պետք է վերականգնվի ուրեմն դատավորի կարգավիճակում։ Այո։ Ասում եք, որ այդ նորմը հակասահմանադրական է կիրառվել, դիմեք սահմանադրական դատարան դրա մեկնաբանությունը ստանալու համար։ Չէ, իմ ասածը հետևելն է, պարոն Թումանյան, տեսեք։ Իմ դիրքորոշումը ամբողջովին ճիշտ ընկալել եք, ես նկատի ունեմ հենց ինչ նկատի դուք ըստ էության ասացիք։ Իմ ասածը հետևյալում է։ Օրինակ նախորդ անգամ միջնորդության քննարկման ընթացքում ձեր հետ տեղի ունեցած հարցու պատասխանից, Տիկին Թումանյանցի հետ տեղի ունեցած հարցու պատասխանից, չգիտեմ, նույն ժամկետների վերաբերյալ։ Ես ներողություն եմ խնդրում, ես հետաքրքիր է, թե օրինակ ես ասացի ներողություն ավարտել իրավական որոշակիության հարցեք բարձրացնում, որ սահմանադրական դատարան դիմի դատարանը, թե մարդու իրավունքների հիմնարար խախտման հարց է, որը պետքա դատարանը դիմի մեկնաբանություն ստանալու իրավունքի մասով։ Երկու մասով էլ երկու պատճառաբանությունն էլ կա, ինչպես միջնորդությունից մեջ առկա
ըստ էության մեր գնահատմամբ առկա հնարավոր խախտում սահմանադրությամբ երաշխավորված եւ արդար դատաքննության եւ արդյունավետ պաշտպանության իրավունքների նկատմամբ, ինչպես նաեւ ինչպես դուք նշեցիք, մենք գտնում ենք նաեւ, որ առկա է նաեւ իրավական որոշակիության խնդիր, հիմա բարձրաբանեմ ինչու։ Խնդիրը հետեւյալում է, տեսեք, պարոն Թումանյան, իմ գնահատականները ոնց ու կոպիտ ասած մնում են ինձ։ Ես ինչ եմ կարծում, խոշոր հաշվով դա էական չի եւ առավել եւս պարտադիր չի որևէ մեկի համար, առավել եւս խորհրդի համար։ Այն, որ ես իմ դիրքորոշումը ներկայացրել եմ համապատասխան միջնորդության տեսքով եւ այդ միջնորդության քննարկման ընթացքում, դուք օրինակ պարոն Թումանյան հարցադրումներ եք հնչեցրել կամ Տիգրան Թումանյանը հարցադրումներ է հնչեցրել, որոնց բովանդակությունից իմ համար ընկալելի է եղել առնվազն ձեր երկուսի կարծիքը եւ ես ենթադրում եմ ամբողջ խորհրդի կարծիքը առայն, որ եթե կոպիտ ասած խոսքը գնում է դատավարական խախտման մասին, խոսքը գնում է սահմանադրությանը հակասող նկատի ունեմ, ոչ նյութական իրավունքի խախտման մասին, ապա խորհուրդը պետք է ունենա հնարավորություն նոր քննություն իրականացնելու եւ երկակի արդարադատություն իրականացնելու, այսինքն կամ նախարարության միջնորդությունը բավարարելու կամ մերժելու։ Այդ տրված մեկնաբանությունը, որը ես փաստացի ընկալել եմ խորհրդի կողմից սույն ընդհանրապես սույն քննության իրականացման ընթացքում։ Ըստ էության վկայում է նրա մասին, որ խորհուրդը դիտել է, որ համապատասխանաբար 157 հոդվածում առկա է առնվազն թերի կարգավորում կամ օրենսդրական բաց, որը որ պետք է համապատասխան իրավադրույթների կիրառմամբ լրացվի վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումների միջոցով։ Այսինքն փաստացի կիրառվում է վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված նոր հանգամանքի հիմքով վերանայման ընթացակարգին կիրառելի օրենսդրությունը, որով պայմանավորված ես գտնում եմ, որ եթե խորհրդի կողմից տրված մեկնաբանությունը ես ճիշտ եմ ընկալել եւ խորհուրդը գտնում է, որ համապատասխան բացը կամ թերի կարգավորումը առկա է, ապա խորհրդի գնահատմամբ բացի կամ թերի կարգավորման վերաբերյալ խորհուրդը առաջին հերթին պետք է դիմի սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը բացահայտի նորմի սահմանադրականության վերաբերյալ համապատասխան հարցերը։ Այդ թվում նաեւ պարզաբանելով, թե այո, այս դեպքում օրինակի համար առկա է օրենքի բաց եւ կիրառելի է վարչական դատավարության օրենսդրությունը, կամ ոչ, այս դեպքում առկա չէ օրենսդրական բաց եւ համապատասխանաբար խորհրդի գնահատականը առայն որ առկա է օրենսդրական բաց եւ կիրառելի է վարչական դատավարությունը չի համապատասխանում սահմանադրության իմ կողմից վկայակոչված կարգավորումներին։ Մի բարձաբանում էլի խնդրում եմ ուղղակի որպեսի ամբողջությամբ անցալվի դուք 157-րդ հոդվածի մեկնաբանությունը ցանկանում եք ստանալ սահմանադրական դատարանից բարձրագույն դատական խորհրդի միջնորդության ուժով հիման վրա։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ես միջնորդում եմ, որովհետև այս փուլում մենք անհատական դիմում չենք կարող ներկայացնել։ Հիմա դրա հարցներ կտամ։ Խնդիրը վերաբերում է 157-րդ հոդվածի կիրառելիության սահմանադրական մեկնաբանությունը սահմանադրական դատարանից ստանալ բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա։ Այո։ Մենք դիմենք որպեսզի 157 ստանանք։ Այո։ 157-ի մասը վերականգնման մասն եք դուք նկատի ունեմ։ Նաեւ գրել եք հոդված եւ կամ դրան շարունակ։ Խոսքը ավելի շատ պարոն Թումանյան, խոսքը այս նոր քննության, բովանդակային քննության իրականացման լիազորության մասին է։ Նորից չկրկնվեմ պատճառաբանությունների մեջ իմ գնահատմամբ նոր քննության իրականացնելու լիազորությամբ խորհուրդը օժտված չի, բայց ես լսեցի, էլի խնդրում եմ, որպես այսինքն մենք սովորաբար իրավաբանները որ դիմում են ինչ-որ մի հատ իրանց պատասխանն ստանալու պիտի շատ առարկան հստակ եզրափակիչ մաս այնպես գրեն, որ ակնկալեն ինչ պիտի ստանան, չէ՞, մենք այնպես ենք աշխատում։ Հիմա սահմանադրական դատարան դիմենք 157-ի մասով, ասենք ճիշտ ենք անում, որ քննում ենք, չեմ ուզում տերմինոլոգիան այնպես տանել, որ լրացուցիչ հարցերի կամ մեկնաբանության։ Ճիշտ ենք անում, որ քննում ենք, թե չէ, կամ ով եք ներկայացնում։ Եվ պարոն Հարությունյանը պետք է վերականգնվեր կարգավիճակ ստանալ դատավորի, թե ոչ, այդ երկու հարցով ենք դիմելու։ Արգելի պարոն Թումանյան, հետևյալ նախնդիրը։ Ճիշտ ենք ոչ թե անում, որ քննում ենք, ոչ թե այդ հարցի պատասխանը կարող եք ստանալ դիմելիս, այլ նաև ճիշտ ենք արել, որ նաև այն մյուս երկու դատավորների վերաբերյալ գործերն ենք այդ նույն կերպ քննել։ Ես հասկանում եմ, որ խնդիրը դիլեմա է։ Եթե դիմեք, ստացվելու է, թե այն մյուս երկու գործերը ինչ ենք անելու։ Ես դրան վերել նաև հիմքել մեջ բերեցի։ Մի հարց է, որը հետագայում կներկայացնենք
նախագահի հորդորով։ Շատ լավ։ Հիմա եթե մենք Նախարարություն նախագահը ձեզ հատուկ չի ասել, հետո ներկայացրեք կամ հիմա ներկայացրեք։ Բնականաբար, ասացիք առանձին կարող եք ներկայացնել, սա չի քննարկվում բացառապես Ընդհանրապես ձեր ներկայացուցիչն ներկայացրել է միջնորդություն եւ այդ միջնորդությունն են քննարկում։ Ձեզ էլ ձայնը տրվել է այդ միջնորդությանը վերաբերյալ ձեր դիրքորոշումը կամ լրացուցիչ որևէ ինչ-որ բան, եթե ուզենաք հայտնեք, այդ է եղել։ Մնացածը դուք եք որոշում, ձեր իրավունքները ապահովում են, մնացած պաշտպանությունը ձեր որոշելիքն է։ Շարունակեք, պարոն Թումանյան։ մի հարց էլ վերջի հարցը նաև այդ մասով կա։ Եթե դուք ասում եք իրավունքի բացը կամ հենց անորոշությունը վերացնելու իմաստով, ես սկզբից հարց տվեցի, այդպես պատասխանեցիք։ Ես ամենայնպես այդպես հատկացա։ Արդյոք չեք կարծում, որ պարոն Հարությունյանի կողմից վկայակոչած երկու գործով մենք արդեն Բարձրագույն դատական խորհուրդը նկատում մեկնաբանել է այդ դրույթը, որ պետք է քննությունը իրականացնի ամբողջությամբ։ Արդեն բացը կա թե չկա, այսինքն այդ մեկնաբանությունը դուք ասում եք, որ դա սահմանադրության մեկնաբանությանը չի համապատասխանում։ Այդ հասկանալի է ձեր դիրքորոշումը, բայց արդյոք մենք այդ բացը չենք լրացրել մեկնաբանությամբ։ Պարոն Թումանյան, ամբողջ հարգանքով հանդերձ ինձ թվում է խորհուրդը կայացվելիք որոշումներով ձևավորված պրակտիկով չի կարող օրենքի բաց լրացնել։ Ինձ թվում է դա խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում չի։ Ես հասկանում եմ, որ իրավիճակ է ստեղծվել, որին համապատասխան կոպիտ ասած իրավիճակային լուծում է տրվել, ներողություն բառը մտերքի համար, ասենք չէ վիրավորական չհնչի, բայց իմ խորին համոզմամբ խորհրդի կողմից նախկինում այլ վարույթներով արտահայտած դիրքորոշումները որևէ կերպ նախ չեն կաշկանդում խորհրդին սույն վարույթով սահմանադրական դատարան դիմել չդիմելու հարցի քննարկման տեսանկյունից եւ էլ ավելին խորհրդի կողմից իմ կողմից նաեւ վկայակոչվեց այլ որոշումներ էլ, որոնց համակարգային այսպես ասած վերլուծությամբ ես հանգել եմ համապատասխան եզրակացության։ Հիմա ես հասկանում եմ, որ այս պահին մեր այս վարույթի շրջանակներում իրականացվում է համապատասխան քննություն, իրականացվելու է կամ ավելի ճիշտ ըստ էության բովանդակային քննություն, որը որ չէր իրականացվի, եթե օրինակի համար սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեր, ասենք բուն կարգապահական խախտում նախատեսող նյութական նորմը։ Ճիշտ է։ Հիմա այս մեկնաբանությունը, որ նյութականը չենք քննում, օրինակի համար դատավարականը քննում ենք, նախատեսված չի օրենսդրությամբ։ Ես հասկանում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը իր կայացած ակտերով, որոշումներով փորձել է օրենսդրական բաց լրացնի կամ իրավիճակին լուծում տա, ուղղակի իմ գնահատմամբ դա խորհրդին չի կաշկանդում սույն վարույթով սահմանադրական դատարան դիմելու եւ առավել եւս չի բացառում հարցի սահմանադրականության հարցի արկայությունը։ Եվ վերջում մի հատ հարց, եթե խոսքը վերաբերում է վերականգնելու կտորին, արդյոք այն որոշումը, որը Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է, որով վերանայել է եւ վերացրել, դա ձեզ համար չի հանդիսանում այլևս վերջնական ակտ, դատական ակտ, եւ դրանով սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունեք, թե ոչ։ Դրանով, նայեք, այդ մասով սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունենք, թե ոչ, այդ հարցին կդժվարանամ ես պայն պատասխանեմ, հավանաբար ունենք, որովհետև մեր նկատմամբ կիրառված օրենսդրությունը արտահայտված համապատասխան դատական ակտում։ Սակայն այս միջնորդությունը կամ սահմանադրական դատարան դիմելը ինքնանպատակ չի։ Պարոն Թումանյան, տեսեք, մեր խնդիրը ի թիվս այլնի կայանում է նրանում, ամենայն դեպս պատասխանող կողմի գնահատմամբ մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք ուզում ենք, որ այս վարույթը իրականացվի ամբողջապես համապատասխանության մեջ եւ օրենսդրության եւ սահմանադրության։ Հիմա օրինակի համար եթե մենք համապատասխան անհատական դիմումով դիմենք սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանը բնականաբար ունի որոշակի ժամկետ, որում որ համապատասխան որոշումը կկայացվի վարույթ ընդունվում է թե չի ընդունվում, որի ընթացքում խորհուրդը կարող քննությունը իրականացնի ավարտի եւ ըստ էության որոշակի բաց առաջանա մեր իրավունքի իրացվելիության եւ սույն վարույթի քննության միջեւ։ Դրա համար իսկ մենք գերադասել ենք այս միջնորդությամբ հանդես գալ խորհրդի առջև, որպեսզի խորհուրդը դիմի եւ համապատասխանաբար սույն վարույթի ընթացքը, այսպես ասած, չտուժի
այն տեսանկյունից, որ հանկարծ այնպես իրավիճակ չստեղծվի, որում որ կրկին ապահովված չլինի պարոն Հարությունյանի որևէ սահմանադրական իրավունք։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն ձեր դիրքորոշումը խնդրում։ Շնորհակալություն, հարգելի խորհուրդ, ես ուզում կրկին անդրադառնալ Սահմանադրական դատարանի ՍԴ 1791 որոշմանը եւ կրկին ուզում եմ մեջբերել Սահմանադրական դատարանի այն մտքերը, ըստ որի նոր հանգամանքով ուրեմն վերանայում է Բարձրագույն դատական խորհրդի որոշման, ենթադրում է որոշման բեկանում կամ վերացում, նոր քննության իրականացում եւ դրա արդյունքում նոր ակտի կայացում, ըստ այդմ նաեւ անդրադառնալով իր նախկին որոշման եզրափակիչ մասի փոփոխության հարցին։ Եվ Սահմանադրական դատարանը իր այս որոշման 39-րդ պարբերությամբ նաեւ մեր կարծիքով բացահայտել է ինչ է ենթադրում նաեւ այս գործընթացը, ես մեջբերեմ ձեր թույլտվությամբ։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասում տեղ գտած իրավունք ունի ձևակերպումը նախանշում է խորհրդի հայեցողությունը գնահատելու եւ որոշելու օրենքով սահմանված բավարար հիմքերի առկայությունը վերանայման վարույթ հարուցելու համար։ Սակայն հիշատակված հիմքերի առկայությունը հավաստվելու դեպքում խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելու պարագայում փակագծերում Սահմանադրական դատարանը գրել է. ենթադրում է խորհրդի սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը բովանդակող որոշման վերացում եւ նոր որոշման կայացում։ Այսինքն մեր պատկերացմամբ Սահմանադրական դատարանը արդեն իսկ իր որոշմամբ բացահայտել է, թե ինչ է ենթադրում այս գործընթացը։ Դա ենթադրում է ըստ Սահմանադրական դատարանի խորհրդի որոշման վերացում եւ նոր որոշման կայացում։ Իսկ նոր որոշման կայացումը ողջամիտ ենթադրությամբ պետք է իրականացվի նոր քննության, այսինքն միջնորդության կրկին քննության պարագայում։ Ընդ որում հատկանշական է, որ Բարձրագույն դատական խորհուրդը արդեն նախկինում համանման իրավիճակներում Արտուր Ստեփանյանի եւ Սուրեն Անդոնյանի գործով մեր գնահատմամբ ձևավորել է կայուն պրակտիկա եւ քննարկվող իրավիճակում ուրեմն վարվել է այն ուրեմն ձևով, որը ենթադրում է որոշման վերացում, ինչը բխում է Սահմանադրական դատարանի նշված որոշումից եւ նոր որոշման կայացման համար ուրեմն նոր քննության իրականացում։ Նույնիսկ եթե համատություն անելով Արայիկ Մերքումյանի գործով, նույնիսկ եթե համարենք, որ այստեղ իրավիճակները նույնն են, չնայած որ պարոն Մելքումյանի գործով քննարկման առարկա է հանդիսացել դատական օրենսգրքի նյութական նորմը 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որը տալիս էր էական կարգապահական խախտման դրսևորման ձևակերպում, եւ եթե համատական անցկացնենք, ապա նախորդ իրավիճակում Բարձրագույն դատական խորհրդի որոշման եւ պատասխանատվության կիրառման հիմքում դրված էր 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որը ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող եւ անվավեր 2019 թվականի համապատասխան որոշմամբ։ Հետևաբար նույնիսկ եթե համարենք, որ այստեղ Բարձրագույն դատական խորհուրդը այդ իրավիճակում չպետք է տարբերակում դնել նյութական եւ դատավարական իրավունքների ուրեմն նորմերի միջև, ինչպես նշել է ներկայացուցիչի իր միջնորդությամբ, ապա ամեն դեպքում պարոն Մերքումյանի գործի պարագայում մեր կարծիքով տրամաբանական չէ լինի, նոր քննություն իրականացնել եւ միջնորդությունը նոր քննության ենթարկել, որովհետեւ արդյունքում էլի կիրառվելու էր այն նորմը, որը Սահմանադրական դատարանը հակասող եւ անվավեր է ճանաչել, այսինքն տեղի էր ունենալու միջնորդության
ճակերտավոր անիմաստ քննարկում, որովհետև դրա արդյունքում կիրառվելիք նորմը նույնն է լինելու, ինչը որ սահմանադրական դատանը հակասող եւ անվավեր է ճանաչել, բայց տվյալ պարագայում այս դեպքում մենք ունենք ուրեմն սահմանադրական դատանի որոշում, որը անդրադարձել է դատավարական ուրեմն նորմի մեկնաբանությանը եւ դրա հետևանքը կարող է լինել անձի ուրեմն որոշակի իրավունքների խաթարումը զրկումը եւ իրեն պաշտպանության իրավունքից զրկելը, բայց այդ խախտումները ըստ էության վերացված են, որովհետեւ տեղի է ունենում այս գործով միջնորդության նոր քննություն եւ այն խախտումները, որին անդրադառնալով սահմանադրական դատանը մեկնաբանել էր համապատասխան դատավարական նորմը, այժմ վերացված են։ Եվ վերջում նաև մեջբերելով սահմանադրական դատանի մասին օրենքի 71-րդ հոդվածը, որը իրավունք է տալիս դատարանին դիմել սահմանադրական դատարան կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրականության հարցով, այստեղ մեկ պայման կա, եթե դատարանը հիմնավոր կասկած ունի այդ նորմի սահմանադրականության վերաբերյալ։ Հաշվի առնելով բարձրագույն դատական խորհրդի մեր պատկերացմամբ արդեն կայուն պրակտիկան նախորդի երկու համանման իրավիճակներում, եթե բարձրագույն դատական խորհուրդը ունենար նման հիմնավոր կասկածներ, ապա այդ ժամանակ կարող էր իրավունքը իրականացնել, բայց փաստացի կիրառելով նորմը այն մեկնաբանությամբ, ինչպես բարձրագույն դատական խորհուրդն է տեսնում իր նախորդ երկու որոշումներով, մեր կարծիքով տվյալ պարագայում չի կարող առկա լինել այն հիմնավոր կասկածը, որը անհրաժեշտ պայման է 71-րդ հոդվածի հիման վրա սահմանադրական դատարան դիմելու համար։ Ամփոփելով գտնում եմ, որ միջնորդությունը ենթակա է մերժման, անիմն լինելու հիմքով։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն։ Ուլտակ կարճ արձագանք, եթե հարցեր Եթե կարճ։ Ես պարոն Դադունցի փաստարկումների մեծ մասի հետ համաձայն եմ, որ կա կայուն պրակտիկա այդ առումով, որ եթե Մելքումյանի գործով քննություն իրականացվել, ապա դա ձևական բնույթ կկրեր, կամ անիմաստ, ինչպես ինքը բնորոշեց, ու ես կարծում եմ, քանի որ այդ օրենքով նախատեսված չի, ստեղել է անիմաստ այդ քննարկումը նոր քննության իմաստով։ Եթե պարոն Դադունցին փաստարկել եմ համաձայն, եթե որ խորհուրդը վստահ համոզված է, կարող է այդպես շարունակել, բնականաբար սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն չկա։ Բայց մի հատ նրբություն կա։ Ոչ միայն այս դատական նիստով, այլ նաև մյուս այդ գործերով, որը որ խորհուրդը այդ որոշումը կայացրել է, որոշումներ են կայացվել, կոնկրետ խոսքը Ստեփանյանի, Անտոնյանի գործերն է, այլ նաև նույնիսկ այսօր, մենակ պարոն Հովհաննիսյանը ինձ հարց է տալիս, թե ինչպես պետք է բավարարվի խորհուրդը այս իրավիճակում։ Ես համոզված եմ, այդ հարցը հռետորական չի, այդ հարցը հեգնալից չի, շատ լուրջ հարց է, որը տրվում է կողմին, հասկանալու նաև վարվելու հնարավորությունը կամ կանխատեսելու։ Այդ բոլոր հարցերը ոչ թե պետք է կողմին տալ ինձ թվում է, այլ պետք է հենց սահմանադրական դատարանին տալ։ Դες բոլորս համար լիքը հարցեր կան, որ պարզ չի։ Բոլորս էլ իրավաբաններ են, մյուս մեկ գիտական է, ավելի փորձառու դատավորներ կան ստեղ նստած։ Բայց բոլորիս համար հարցեր կան, որ պարզ չի, դրանով ասում ենք դիմենք։ Ու այդ շահառուն այդ որոշումների, ես իհարկե բարձր դատարանին շնորհակալ եմ, որ իմ անհատական դիմումներն են բավարարվել, բայց առաջին հերթին շահառուն գտնում եմ, որ խորհուրդն է եղել։ Որ այդ նախկինում կայացված որոշումների առաջին հերթին շահառուն խորհուրդն է եղել։ Բայց եթե իհարկե ամեն ինչ բոլորիս համար պարզ է, դիմելու անհրաժեշտություն բնականաբար չկա։ Բայց ինչի՞ եմ, այն առնվազն այդ մի դետալն եմ ասում։ Անընդհատ այդ նիստերով կրկնվող հարցերը, բա մենք ինչպես վարվենք այս իրավիճակում։ Այդ հարցերի պատասխանները կտա սահմանադրական դատարանը։ Շնորհակալություն, ավելացնելու բան չունեմ։ Շնորհակալություն։ Այսպիսով ներկայացված որոշման վերաբերյալ որոշում կայացվի երկուշաբթի օրը ժամը 10:30 հրավիրվող դատական նիստում, ըստ էության հեռանում ենք խորհրդակցական սենյակ եւ նիստը տեղի կունենա, հետաձգվում է որոշում կայացնելու համար երկուշաբթի օրը փետրվարի 2-ին ժամը 10:30 րոպեին, կարող ենք ուրիշ նիստ ունենանք։ Ամեն դեպքում 11:00-ին, երկուշաբթի օրը ժամը 11:00-ին նույն վայրում, դες պարզացանուցագիր չի ուղարկվի, բոլորդ ներկա եք, համարում եք պատշաճ ծանուցված, հարգելի ներկաներ, ժամը 11:00-ին կլինի դատական նիստը, որտեղ նաև
կհրապարակվի համապատասխան որոշումը ձեր կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ։ Ընդունենք թե մերժվի ամբողջ օրն ենք աշխատելու։ Այդ օրը նախատեսում եք ամբողջ օրն աշխատել, այդ պայմանով, եթե մերժվի դուք ձեր տեխնիկան ուզում եք բերել, ամեն դեպքում կարող եք ցես այդ բերել, դե եթե բավարարվի ստացի որ հա անիմաստ բերեցիք, բայց ոչինչ։ Շատ լավ։ Հաջորդը 5 շաբթի ուրբաթ չէ, երևի ասացիք։ 3 շաբթի էլ նախնական։ 3 շաբթի։ Այո, հա, ինչպես ասել են, 2 շաբթի, 3 շաբթի, 5 շաբթի, իհարկե, եթե մենք շարունակենք քննությունը, էլի։ Շատ լավ։ Շնորհակալություն, այդ առումով կապված նիստ։